ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված ինչ ակնկալիքներ ունեք։ Ոչ մի ակնկալիք ես կոնկրետ չեմ կարող ունենալ, որովհետև գործիչ չեմ, բայց կարծում եմ, որ դա մեծ նվաճում է մեզ համար։ Իսկ ինչ ակնկալիք։ Ես թեմայի մեջ չեմ, որ ակնկալիքը կոնկրետ ձեզ ասեմ, կե ջան։ Ո՞նց կարելի։ Ինչ խնդիրներ կուզենայիք, որ իշխանությունները բարձրաձայնեին։ Կարող են իշխանությունները Արցախում գերեվարված մեր հայրենակիցների հարցը։ Իհարկե, կարծում եմ, որ դա կա օրակարգում։ Ես այդպես ենթադրում եմ։ Ոչ մի ակնկալիք։ Ինչու՞։ Որովհետև իմ երկրի քաղաքական ուժերից որ չունեմ, մեր բանին ԱՄՆ ինչը, այդ ձևական ինչ-որ մի բանա ԱՄՆ մեր չեմ կարող։ ԱՄՆ կարողա թող իր երկրում բան ստեղծի ավելի լավ պայմաններ, որովհետև ոչ մի ակնկալիք չունեմ, գալիս են ավելի փչացնելու մեր կյանքը։ Ոչ մի ակնկալիք։ Նախագահից ինչ ակնկալիք ունենք, որ Ինչ ասեմ, այ բալաջան, ուզում եմ լավը լինի, հա, նոր ղեկավար լինի, չնայած Փաշինյանն էլ վատը չէր, իրան շատ սիրում են ժողովուրդը, բայց իմի ժողովուրդ կային ասում նորը պետք է լինի, թող նորը լինի, այդ եմ ցա։ Իշխանությունները պետք է փոխնախագահի առջև խնդիր դնեն, որ փոխնախագահը հաշվի առնենք, որ հաջորդ օրը գնալու է Բաքու, խնդիր դնի Արցախի ռազմական ղեկավարությանը, մեր մյուս քաղաքացիներին, որ գերեվարված են հետ վերադարձի հարց դնի։ Չեմ իմանում, Ազիզ ջան, ինչ իմանամ, ինչ ասեմ, ես չեմ կարող բան ասեմ արևս։ Պետք է որ լավ լինի, չգիտեմ։ Ով է լինի մեր համար մեկ արևս, ու ինչ ուզում է լինի, էլի մեր համար լավ լինի, երկիրը լավ լինի, երկիրը շեն լինի, որ ժողովուրդը լավ ապրեն, մեր երիտասարդությունը լավ լինի։ Այդ եմ ցանկանում բոլորին։ Ես ոչ մեկից էլ ակնկալիք չունեմ։ Խնդիրներ, որ կարծում եք պետք է բարձրաձայնվի, վերջո ԱՄՆ փոխնախագահն է ժամանում Հայաստան։ Բայց ժամանելու նպատակը որն է իր։ Տեսական այս բանը։ Տեսական տեսնենք ինչ կանի։ Լիքը լավ բան։ Շատ լավ բան է կարող։ Ամերիկայի լավ է։ Դե նա հաջորդողը պետք է վեկի Բաքու։ Մենք այդտեղ ունենք Արցախի ռազմական ղեկավարություններ, երևարված, մյուս քաղաքացիներ ունենք։ Թեմայի միտքս ասել է, եթե իրանք ասեն ուզենան, շատ ուզեն, կարան նենց անելու են վերադառնալ։ Ես նենց եմ կարծում։ Դե կարծում այս իշխանությունները այդ խնդիրը կտնի նախագահի առջև։ Իմ մտքով որ պետք է դնեն անպայման, ինքնա եւ դնեն հասնել նրանք վերադառնալ։ Ինչ էլ մեր հայերն են, խիղճը իսկալը։ Դա պետք է մեր հայացքը իրար սիրի, պաշտպանի, չնախանձի, իրար պատնեշկա չտան, իրար հետ են, սպրաչոն են, դու կով է, որ մեզ կազգ։ Ամոթ հելա, մեկ ամենը հզոր ազգն է դես աշխարհ, բապշը հայազգը ամենը հզոր ազգն է։ Ապերում ենք առաջ քրիստոնյաներն ենք, ինքան հպատ ազգ ենք, ամենը մեր ամեն ինչ ունենք։ Ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը բարենորոգության հրապարակը սկսել Եկեղեցու դեմ ով ինչ սկսի ուզում է Նիկոլ Փաշինյանը ուզում է իմ հերս ողնի սխալ է։ Եկեղեցին պետք է անկախ միշտ։ Մենք ռեպրեսիվ դիտակ չենք, չի միտք են որ եկեղեցին անկախ ժողովուրդը անկախ։ Գրիվ չէ։ Մեր ջայլները չսով են։ Խախանդությունը մեր հայերին է դու կապակ ես դեմ եմ։ Ով ուզում է ինչ փող ուզում է կերա չեղնի, չի պետք է մեր հայետի մեր ամոթ անես։ Մեր ազգին էդի խայտարակ բան է։ Ես իմ մտքով Ամերիկան կարող է որոշի։ Եթե որոշեց, լավ է։ Պուտինը կարող է, չեմ որոշի մամը մեկը, բայց մեկը որոշի մեր տղեկը սենց կասեն։ Վերադառնալ ըստ իրաց դաստում են, ստանում են, թե ջարդում են, ինչը մեր գործն է։ Մենք մերոնցով էդի կորոշի, ոչ թե փուլը պետք է որոշի, մեր հայ տղեկին ինչ անենք։ Իմ միտքը հետ է, շատ կխնդրեմ, եթե կա մի բան, մեկ է ասեք, ժողովուրդ, եթե մի բանով կանենք, մենք պետք է ձեռք ենք հոգում։ Մենակ Փաշինյանի վրա պետք է ձեր կամ Սերժ Սարգսյանը չկա ռազմից, բապշ տարբերություն չկա, ովքեր ինչ ղեկավար, իմ միտքը ասենց հավատալու։ Եթե ժողովուրդը մի քիչ ղեկավարին է ձեռք կռնի, մեր ժողովուրդը ոնց է, դες ես քեզ ասում, մկրիվ եղավ զոհա, չէ՞ մեր ջարին։ Սաղ գցում են մի մարդու վրա, սաղ Փաշինյանի վրա է, կամ սաղ գցում են Սերժ Սարգսյանի վրա։ Չէ, հələ մենք մեզանից սկսենք, հետո նոր իրանց հասնենք։ Իրանք ղեկավարը, չէ, ուժեր մի բանի հասել են ներկա։ Ես ով եմ, ասենք իրանք դատեմ կամ չդատեմ։ Մենք հələ մեզանից սկսենք, մենք,
Հետո հասնենք միջև ընդեր ցավը տան։ Իմ միտքս այդ է։ Ես ոչ պոզիցիա եմ, ոչ ապոզիցիա։ Պատերազմն ասող, նշանակում է շագրավ հայտարարությունն է արած, պատերազմի հետո ասում են կարող էին այս զոհերը չունենալ, դուք եք կարող։ Նու էլի եմ ես դուք հանձնելու մոմենտով ես դեմ եի, конечно, ես չեմ ուզում։ Ես ուզում եմ մեծանալ երկրում, ոչ թե փոխանալ։ Բայց դե եթե տենց բան ասել, ես ինձ թվում է դա սխալ է։ Որ տես բան մարդ չպետք է ասի, ես քեզ եմ ասում, ցավը տանը, իմ մամա չկա տարբերություն։ Փաշինյանը կողմի, թե Պողոսյանը կողմի, թե ես կողմի։ Ես է որ եղա խոսքի եմ ասում, թող ինձանից է պոնիս պրոսը, բայց տես բան ասելը սխալ է։ Ես դեմ եմ, вообще ես կողմի, вообще չեմ ուզում ոչայիններս ուզում։ Ես անձամբ ուզում եի գայ, պրոստա ես ստեի քաղաքացի չեմ, ես չկարողացա գայ, դա մեր մոտ ցախ սահմանները փակեցին, մեր հայրին չթողին դուրս, դամաշ մենք շատ էինք։ Մեկ էլի կբանում ենք արել, մեր ազգամատը։ Բայց այդպես բան ոչ պետք է ասես, ես չեմ հավատում։ Ինչ չի տալու ինչ-որ մի բան պետք է դուք փոխի։ Ես չկա այնպեսի հարց է, որ կարծում եք կարող է լուծել նա։ Իհարկե կարող է լուծել, բայց ամենահզոր երկրի փոխնախագահ։ Այս չեմ կարող։ Ամեն դեպքում ավելի շատ դրական։ Մնացածն էլ արդեն ժամանակը կտա, ես ոչ այն մասի կողմնակիցն են, որ չափից դուրս շատ են ոգևորված, ոչ էլ այն մասի կողմնակիցն են, որ հակառակն են։ Իսկ ինչպիսի հարցեր կա, որ կարծում եք կարելի է ներկայացնել փոխնախագահային եւ ստանալ լուծումներ։ Դե հիմնականում տնտեսական հարցն է, տեխնոլոգիաների նոր ժամանակակից արտադրություններ ստեղծելու, ամեն դեպքում ցանկացած երկրի քաղաքականություն դա նրա տնտեսության խտացված արտադրությունն է։ Եթե ունես ուժեղ տնտեսություն, ուրեմն քաղաքականության մեջ էլ դու ուժեղ կլինես։ Եթե չէ, ուրեմն չէ։ Տեսեք, նաև հայտարարվել է, որ Հայաստան այցից հետո նա մեկնելու է Բաքու։ Հաշվի առնելով, որ մենք Ադրբեջանում ունենք գերեվարված քաղաքացիներ, Արցախի ռազմական ղեկավարությունն է այնտեղ, ձեր կարծիքով Հայաստանի իշխանությունը խնդիր կդնի փոխնախագահի առջև, որ նրանց ազատ արձակելու մասով բանակցություններ վարի։ Դե գիտեք, ինչքանով ես հայտարարություններից եմ տեղյակ, միշտ էլ այդ մասին հարց բարձրացվում է։ Շատ թե քիչ արդյունավետությամբ դա չեմ կարող ասել, բնականա մեզ չի բավարարում, ավելի լավ կներ, որ այդ գեյները չլինեին, չնայած իմ անձնական կարծիքն է, որ նրանք հանցանք է գործել ինձ Հայաստանի պետության ու Արցախի ժողովրդի դեմ, բայց թող բանկի բանտում չլինեին, լինեին Հայաստանի բանտում։ Ինձ թվում է կդնեն այդ հարցը, բայց ինչքանով դա կլուծվի, թե չլուծվի, ես ես վերջերս մի հատ ենթադրության հանդիպեցի, էլի կա, որ շատ շտապ նրանք այդ դատավարությունն արեցին, որ դրանից հետո արդեն կամ համաներում կամ ինչ-որ մի բան անեն, էլի, որովհետև քանի դատական պրոցեսը վերջացած չի, ոչ մի բան չեն կարողան անել։ Ամեն դեպքում կարծում եմ այդ հարցն էլ կլուծվի։ Ոչ մի։ Ինչ ասեմ, ԱՄՆ-ն մեզ ինչ է օգուտ տվել, որ հələ հիմա ակնկալիք ունենանք։ Ի վնաս ակնկալիք ունենք, ի օգուտ չունենք։ Վնասի մասով ինչ խնդիրներ եք տեսնում։ Վնասի մասով են խնդիրներ ենք տեսնում, որ Արցախում պատերազմ եղավ, մենք ոչ մի ակնկալիք չտեսանք, ամենաբարդ, ամենադժվար պահին, հեշտ պահին, եթե հիմա լավ է մի քիչ, ինչ ակնկալիք պիտի լինի։ Ձեր կարծիքով այս իշխանությունները Արցախի մասով ինչ-որ խնդիրներ կդնեն փոխնախագահի առջև։ Չեմ մտածում, որ կդնեն։ Ինչու՞։ Դե մինչև հիմա չեն դրել, հիմա պետք է դնեն։ Հաշվի առնելով, որ հաջորդ այցը լինելու է Հայաստանից հետո Բաքու, ձեր կարծիքով գոնե Հայաստանի այս իշխանությունները խնդիր կդնեն, որ այնտեղ բանակցություններ վարվի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մյուս քաղաքացիներին ազատ արձակեն։ Չեմ մտածում, որ կդնեն։ Չեմ մտածում, որովհետև կան ուրիշ հարթակներ, որտեղ իսկապես պետք է դնեին, եթե այդ հարթակներում չեն դնում, որ մնա Բաքվում դնեն։